Բարի լույս արգելի հայրենակից դեռ օրը չի կիսվել, բայց ես եկել եմ ԱԱԾ մեկուսարան և հիմա ցույց տամ այստեղ այս մուտքն է, որտեղից պետք է անցաթուղթ ստանանք։ Պարզվում է, որ արդեն իսկ բոլոր խցերը, որտեղ մենք հանդիպում ենք, այսինքն դա մի քիչ խուծ, մի քիչ աշխատասենյակ այսպիսի կարգավիճակ ունի, այս բոլոր սենյակները այս պահին զբաղված են և ես հնարավորություն չունեցա տեսակցել իմ վստահորդի պարոն Վարդան Ղուկասյանի հետ և քննարկել մեր ապագա հարցերը պաշտպանության հետ կապված։ Ըստ էության Հայաստանի Հանրապետությունը արդեն բազմիցս խախտել է մեր կոնֆիդենցիալ շփման հնարավորությունը և այն տարածքը, որը պետք է նախատեսվի աշխատանքներ իրականացնելու համար, այդ տարածքը Հայաստանի Հանրապետությունը չի ապահովում։ Ինչու չի ապահովում, որովհետև բանտարկղները խայտառակ լցված են բանտարկյալներով, կալանավորներով, աջ ու ձախ մարդկանց կալանավորում են ապօրինաբար, առանց հիմքերի և պահում են մեկուսարաններում։ Եվ դրա պատճառով մեկուսարանների խցերը լեփ-լեցուն են, պայմանները խայտառակ են և բացի այդ, որ պայմանները խայտառակ են, նաև պաշտպանները հնարավորություն չունեն տեսակցելու իրենց պաշտպանյանների հետ, որովհետև բացակայում են աշխատասենյակները։ Աշխատասենյակները նույնպես զբաղեցված են ումով, կալանավորներով և տեսակցության համար դիմաց, նաև իրենց հարազատներով և այլ պաշտպաններով։ Հիմա մենք հերթի մեջ ենք, ինձ ասեցին ձեր հերթը կհասնի հավանաբար ժամը 2-ից հետո։ Դուք հիմա պատկերացնում եք այս խայտառակությունները ինչ կարգի վարքագիծ են դրսևորում կապված կալանավորի հիմնարար իրավունքների հետ և այդ հիմնարար իրավունքները իրենց այս տեխնիկական ռեսուրսներ չունենալու պատճառով խախտում են։ Իսկ տեխնիկական ռեսուրսները հնարավոր չէ բավարարել, որովհետև հազարավոր նախնական կալանքի տակ գտնվող մարդկանց են պահում այս կալանավայրերում, այդ թվում նաև այս ԱԱԾ կոչվող կալանավայրում։ Երեք դուք ականատեսը եղաք, ինչպես Վարդան Ղուկասյանի որդուն ձերբակալել էին, առևանգել էին և ում է ապօրինաբար ձերբակալվածի կարգավիճակում։ Սա նշանակում է, որ համատարած տեղի են ունենում կալանավորումներ և ձերբակալումներ և դրա համար պայմանները, որը պետությունը պարտավոր է ունենալ, չունի այդ պայմանները։ Ինչու չունի, որովհետև այսպես ասենք խցանում է ստեղծել կալանավայրերում, որովհետև բավականին մեծ քանակի կալանավորներ է կուտակել։ Հիմա այս խցանումը նաև այստեղ այս ԱԱԾ-ում է, տեսեք, բացի այն, որ ստեղ ավտոների խցանումներ են, նաև մարդկանց խցանում է, կուտակում է, որտեղ սպասելիս, որպեսզի նրանք կարողանան շփում ունենան, տեսակցեն կալանավորների հետ։ Հիմա այս համատարած երևանյան խցանումներին նաև ավելացել են բանտախցերում խցանումներ, այս խայտառակ պայմանները նաև բանտախցերում են և նաև այն աշխատասենյակներում, որտեղ պետք է մենք տեսակցենք մեր պաշտպանյալների հետ։ Ժամը 2-ին այսօր, երեկ գիշերը մենք ամբողջ գիշեր այդ գիշերային դատերի ենք մասնակցել են գիշերային դատին Աչափնյակ նստավայրում, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Աչափնյակ նստավայրում ամբողջ գիշեր դատ ենք անցկացրել։ Ինչի շուրջ էր այդ դատը, մի միջնորդության, որ հետևյալն էին մեկնաբանում, որ իրենց հայտնի չի եղել, որ Սպարտակ Ղուկասյանը գտնվում է տնային կալանքի տակ և հետևաբար դրա համար իրենք կայացրել են որոշում ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար ձերբակալում որոշում են կայացրել։ Հիմա ասում ենք մենք լավ, ենթադրաբար դուք չգիտեիք, բայց այդպես չի կարող լինել, իրենք շատ լավ իմացել են այդ մասին, որովհետև մինչև նրան մեղադրյալ արդեն կարգավիճակ տրամադրելը որոշակի գործառույթներ են իրականացրել, որի ներքո իրենց պարզ էր, որ պարոն
Սպարտակ Ղուկասյանը գտնվում է տնային կալանքի տակ։ Դրանից հետո, երբ դուք պարզել եք արդեն, որ պարոն Սպարտակ Ղուկասյանը գտնվում է կալանքի տակ, ապա դուք նորից ինչու եք ծառնաբեռնում դատարանը եւ իրավապահ մարմիններին եւ նորից կալանքի որոշում հայցում դատարանից։ Այսինքն գոյություն ունեցող արդեն իսկ դատական ակտի պայմաններում, երբ կա տնային կալանքի որոշում, սրանք եկել են նորից դատարան, նորից որոշում են ուզում կալանքի։ Այսինքն մենք համեմատություն արեցինք պաշտպաններով, սա ինչ է նշանակում, կա մի հատ օրինակ ՑՄ ազատազրկում չէ, մի հատ էլ եկել են դրա հետ լրացուցիչ, մի հատ էլ ցանկանում նորից պատիժ մեկ այլ տեսքով։ Հիմա սա է տեղի ունենում, իհարկե մենք դատարանին բացատրեցինք, որ ինքը իրավասու դատարան չէ նման որոշում կայացնելու եւ դատարանը պետք է ճանաչի պարոն Սպարտակ Ղուկասյանի ձերբակալման որոշումը ոչ իրավաչափ եւ իհարկե համապատասխան նաեւ իրավունքի խախտումը ճանաչելուց հետո նաեւ գործընթաց կա իրավունքների վերականգնման հետ կապված, այդ իրավունքների վերականգնման գործընթացի վերաբերյալ նույնպես պետք է հիշատակի իր որոշման մեջ։ Սա է եղել երեկվա մեր այդ դատական նիստը։ Իդեպ ասեմ, նույն ձեռագիրն է, նույն այն փչացած, կեղտոտ, արատավոր, պատվիրված արդարադատությունը շարունակում է փակել մարդկանց դռները։ Ինչ են անում, ինչ որ մեկի ցուցմունքի հիման վրա, այդ մեկն էլ ով է, ոստիկան, մարդկանց բերում են եւ փորձում են զրպարտել եւ զրպարտության միջոցով նաեւ տանել ուր կալանավայր, այսինքն պատժել։ Ակնհայտ է, որ սա այն քաղաքական հետապնդումների շղթան է, որին ականատեսն են եղել 1 ամիս առաջ, ամսի 20-ից, իսկ դրա նախորդող հանձնարարականը արձակվել էր հոկտեմբերի 1-ին, երբ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի ամբիոնից հնչեցրեց, թե ինչ պետք է անի պարոն Վարդան Ղուկասյանի հետ, Գյումրու ընտրված, օրինական կարգով ընտրված քաղաքապետի հետ։ Հիմա այսքանը ես ձեզ ուղղակի փորձեցի փոխանցել, որովհետև շատ են հեռախոսազանգերը ինչ է եղել, ասեմ, որ տեղի է ունեցել երեք հանցագործություն, մարդուն ապօրինի զրկել են ազատությունից, այսինքն ազատությունից որն է, նա եղել է արդեն իսկ կալանքի տակ, բայց լրացուցիչ նրա նկատմամբ որոշում են կայացրել ձերբակալության եւ լրացուցիչ բերել են դատարան, տանջել են, մի ամբողջ օր հարազատներին ահաբեկել են, հանրությանը ահաբեկել են եւ բերել են դատարան եւ մի ամբողջ գիշեր դատախազություն է տեղի ունեցել։ Սա է այդ ապօրինությունների վերաբերյալ ուզեցա ձեզ փոխանցել։ Իհարկե ժամը 2-ից հետո նորից կգամ, հերթի մեջ կանգնելուց հետո տեսակցեմ պարոն Ղուկասյանին, բայց իդեպ ուզում եմ ասել, որ պարոն Ղուկասյանի առողջական վիճակի վատթարացման հետ կապված մտահոգությունները շարունակում են մնալ եւ շարունակում են նաեւ ծայրահեղ լինել այդ վատթարացման հետ կապված հարցերը եւ պահանջում են շուտապույտ բուժում, համապատասխան բժշկական հիմնարկում եւ համապատասխան բժիշկների կողմից, իդեպ մինչեւ այս պահը չի ապահովել նրա իր բժշկի կողմից բուժօգնություն ստանալու իրավունքը։ Հասկանում